Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք ցուցակների հետ։ Ինչպես նաեւ պատրաստելու ենք նախագծեր, որտեղ կկիրառենք for-is ցիկլը։ Եկեք նախ եւ առաջ ստեղծենք նոր նախագիծ, այն անվանենք list եւ սեղմենք create կոճակը։ Լիստերի հետ աշխատելու համար պետք է անցում կատարենք blocks բաժին։ Blocks բաժնում դրանք գտնվում են ահա այստեղ, այս կապույտ գույնի մեջ, եւ նշենք նախ հասկանանք ինչ են իրենից ներկայացնում ցուցակները։ Ցուցակները իրենցից ներկայացնում են տվյալների խումբ, եւ այդ տվյալները կարող են լինել թե թվային, թե տեքստային։ Օրինակ առօրյայում գնումներ կատարելիս մենք կազմում ենք նախապես գնումների ցուցակ։ Եվ յուրաքանչյուր գնումը կատարելուց հետո մենք ջնջում ենք այդ ցուցակից որևէ էլեմենտ կամ երբեմն նաեւ ավելացնում ենք։ Ծրագրավորման մեջ ցուցակները աշխատում են նույն կերպ, այսինքն մենք հավաքագրում ենք տվյալները, նրանց մեջ մենք կարող ենք ավելացնել տվյալներ կամ կարող ենք ջնջել։ Եկեք հիմա անցնենք առաջ եւ փորձենք ստեղծել ցուցակ։ Այստեղ ցուցակը ստեղծելու կա մի քանի եղանակ։ Նախ եւ առաջ մենք կարող ենք ցուցակը պահպանել փոփոխականի մեջ, որpիսի մենք յուրաքանչյուր անգամ ցուցակին դիմելիս դիմենք նրան անունով։ Այսինքն փոփոխականներ բաժնից վերցնում ենք այս initialize բլոկը, այստեղ գցում ենք ոչ թե որևէ թվային կամ տեքստային արժեք, այլ գցում ենք մեր ցուցակը։ Եվ այստեղ ցուցակի կողքին տեսնում եք պլյուս կոճակը, որը որ սեղմելուց ես կարող եմ նոր էլեմենտներ ավելացնել, իսկ մինուսների շնորհիվ ես կարող եմ ջնջել որևէ էլեմենտներ։ Եվ այս բանին օրինակ կարող եմ ես գրել տարբեր թվային արժեքներ, ինչպես նաև կարող եմ այս թվային արժեքների փոխարեն գրել տեքստային, բայց դրա համար մենք տեքստից պետք է դնենք հետևյալ բլոկը։ Սա պատրաստի, այսինքն մենք ստեղծեցինք ցուցակ, որի մեջ ամենասկզբից մենք գրեցինք մեր էլեմենտների արժեքները։ Մենք կարող ենք նաև ի սկզբանե ստեղծել դատարկ ցուցակ, այնուհետև նոր նրա մեջ ավելացնել տարբեր տվյալներ։ Դրա համար այստեղ այս փոփոխականից հեռացնում ենք սա եւ ցուցակներ բաժնից ընտրում ենք empty list տարբերակը, որը նշանակում է ստեղծիր դատարկ ցուցակ։ Հիմա մենք ունենք դատարկ ցուցակ names անունով ու եթե ցանկանում եմ նրա մեջ տվյալ ավելացնել, ապա ցուցակների բլոկից պետք է վերցնեմ այս insert տարբերակը։ Եկեք հիմա մեկ օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է աշխատում այս insert-ը։ Այստեղ վերադառնանք design բաժին, տեղադրենք text input գործիքը, ինչպես նաև button, որպեսզի մենք գրենք որևէ անուն եւ երբ որ կսեղմենք button կոճակը, նա այդ անունը կավելացնի մեր names ցուցակի մեջ։ Վերադառնանք blocks բաժին եւ այստեղ նշենք, որ երբ սեղմվում է button 1 կոճակը, այդ ժամանակ տեղադրում ենք այս insert բլոկը եւ տեսնում ենք, որ այստեղ կա in list հատված։ Այստեղ ես պետք է նշեմ, թե որ ցուցակի մեջ եմ ուզում, որ նա ավելացնի այդ էլեմենտը։ Փոփոխականներից վերցնում ենք մեր ցուցակը, տեղադրում այն այստեղ, եւ թե ինչ էլեմենտ ենք մենք ուզում ավելացնել, մենք ուզում ենք, որ այն ավելացնի text input-ի մեջ գրված տեքստը։ Հետևաբար այստեղից վերցնում ենք text input text բլոկը եւ տեղադրում այս հատվածում։ Ստացվում է, որ ամեն անգամ կոճակը սեղմելիս նա պետք է այն ավելացնի մեր ցուցակի մեջ։ Եկեք փորձարկենք։ Երբ որ ես հիմա փորձարկում եմ եւ գրում եմ օրինակ որևէ անուն ու սեղմում եմ այս add կոճակը, իրականում ցուցակի մեջ ավելացվում է էլեմենտը, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ այն պահպանվում է հիշողության մեջ։ Եթե ես ցանկանում եմ այդ ցուցակը տեսնել հեռախոսի էկրանի վրա, ինձ անհրաժեշտ է գործիք հատուկ ցուցակների հետ աշխատելու համար, որը կոչվում է simple list։ Հիմա այստեղ եկեք design բաժնից վերցնենք այդ գործիքը ու տեղադրենք այստեղ։ Եվ բլոկում նշենք, որ ամեն անգամ անունը ավելացնելու ժամանակ նա թարմացնի այս գործիքի մեջ եւ ցույց տա մեր ցուցակի էլեմենտները։ Եվ այստեղ տեղադրում ենք simple list-ից հետևյալ բլոկը, որ նա նրա տեքստային էլեմենտների մեջ գրի մեր ցուցակի արժեքները։ Դրա համար այստեղ փոփոխականներից կրկին վերցնում ենք մեր names փոփոխականը ու գցում այս բլոկին։ Ստացվում է, որ անունը գրելուց հետո, երբ որ ես սեղմեմ այդ կոճակի վրա, նա թող ցուցակում ավելացնի այդ էլեմենտը եւ ցուցադրի simple list-ի վրա։ Հիմա եկեք փորձարկենք։ Գրենք օրինակ անուն, սեղմենք add, տեսնում ենք, որ արդեն տեսանելի է մեր ցուցակը եւ որքան անուններ ավելացնեմ, այդքան անգամ այն կթարմացվի եւ այստեղ կցուցադրվեն բոլոր անունները, այսինքն իմ ցուցակի բոլոր էլեմենտները։ Այստեղ իհարկե տեսնում ենք, որ մեր text input-ը եւ կոճակը բարձրացել են վերև, simple list-ի պատճառով։ Եկեք չափում կատարենք փոփոխություն, այսինքն նշենք, որ ոչ թե այն զբաղեցնի էկրանի ամբողջ ազատ հատվածը, այլ նա փոփոխի իր չափը կախված իր պարունակությունից։ Դրա համար այստեղ fill container-ի փոխարեն ընտրում ենք fit content տարբերակը։ Հիմա եկեք անցնենք առաջ, պատրաստենք մեկ այլ փոքրիկ նախագիծ։
որը կանվանենք magic ball։ Magic ball-ը դա հետաքրքիր խաղ է, որտեղ դուք կախարդական գնդին տալիս եք հարց եւ այն ձեզ տալիս է պատահական պատասխան։ Հիմա եկեք փորձենք այն պատրաստել, այսինքն ստեղծենք ցուցակ, որտեղ կլինեն այդ հնարավոր պատասխանները։ Գրենք 3 պատասխան՝ այո, ոչ, միգուցե։ Այստեղ մեզ անհրաժեշտ չի մեր simple list գործիքը, եկեք նրա տեսանելիությունը անջատենք։ Ընդամենը հատկությունների ներսից այստեղ visible-ի հատկությունը անջատում ենք դնում false-ի վրա։ Հիմա եկեք տեղադրենք սովորական label եւ նշենք, որ երբ որ text input-ի մեջ մենք կգրենք հարց, թո նա մեր լիստից պատահական կերպով ընտրի որևէ էլեմենտ եւ դա ցույց տա label-ի մեջ։ Պատահական կերպով ընտրելու համար այստեղ մտնում ենք ցուցակներ բաժինը եւ նկատում ենք random item block-ը։ Բայց տեսնում ենք, որ նրան արդեն իսկ գծված է ցուցակ, դուք այն կարող եք փոխել եւ միանգամից այս պատասխանների ցուցակը գցել, կամ կարող եք այս պատասխանների ցուցակը պահպանել փոփոխականի մեջ եւ փոփոխականը գցել, ինչպես ես արեցի այստեղ։ Ես նշում եմ, որ label 1-ի մեջ նա իմ ցուցակից ընտրի պատահական պատասխան եւ ցուցադրի։ Եկեք գրենք օրինակ որևէ հարց, օրինակ հարցնենք արդյոք վաղը կլինի արևոտ եղանակ եւ հարցը գրելուց հետո սեղմենք կոճակը, տեսնում ենք, որ պատասխանեց այո։ Եվ այսպես կարող են գրել տարբեր հարցեր ու նա կգեներացնի պատահական պատասխաններ, այսինքն պատահականության կերպով մեր ցուցակից կընտրի որևէ էլեմենտ եւ այն ցույց կտա label-ի մեջ։ Այսպեսով մենք ծանոթացանք insert block-ի հետ, բայց նշեմ, որ ցուցակներում առկա են բազում շատ բլոկեր, թե տվյալները փոփոխելու կամ հեռացնելու։ Եկեք հիմա արդեն անցում կատարենք եւ դիտարկենք մեկ այլ օրինակ, որտեղ որ մենք կփորձենք կիրառել արդեն for each cycle-ը։ Խնդիրը կլինի հետևյալը, որ մենք կգրենք որևէ անուն եւ մեր ծրագիրը պետք է ստուգի, արդյոք այդ անունը առկա է ցուցակի մեջ, թե ոչ։ Եթե այո, ապա label-ի մեջ նա կգրի այո, հակառակ դեպքում ոչ։ Դրա համար եկեք նախ փոփոխություններ կատարենք մեր ցուցակի մեջ, այստեղ ավելացնենք անուններ, ջնջենք հետևյալ բլոկը, քանի որ մեզ արդեն պատահական էլեմենտ պետք չէ։ Եվ վերադառնանք դիզայնի մեջ կատարենք այնտեղ նաև փոփոխություններ, այստեղ ցուցադրենք նաև մեր simple list-ը, որովհետեւ մենք տեսնենք ցուցակի էլեմենտները ու համոզվենք, որ մեր ծրագիրը ճիշտ է աշխատում։ Կոդավորման մեջ նշում ենք, որ երբ բացվում է էկրանը, նա այդ ժամանակ simple list-ի մեջ ցուցադրի մեր names ցուցակի էլեմենտները։ Որից հետո արդեն, երբ սեղմվում է button 1 կոճակը, այդ ժամանակ նա պետք է ստուգի արդյոք ցուցակի մեջ առկա է մեր գրած անունը, թե ոչ։ Այստեղ եկեք տեղադրենք for each cycle-ը, քանի որ դա կատարելու ենք for each cycle-ի օգնությամբ եւ ծանոթանանք for each cycle-ի աշխատանքին։ For each cycle-ը տեղադրելուց նկատում ենք այստեղ, որ կա j փոփոխական, երբ որ for each cycle-ը գնում է մեր ցուցակի էլեմենտների վրայով, նա այդ էլեմենտի արժեքը, այսինքն օրինակ մեր ցուցակի առաջին էլեմենտը անի անունն է, նա այդ անունը պահում է այս j փոփոխականի մեջ, որից հետո կատարում է այդ փոփոխականի հետ գործողություններ։ Եվ գործողությունը ավարտելուց հետո արդեն անցնում է հաջորդ էլեմենտին եւ մեր j փոփոխականի մեջ պահպանում է հաջորդ էլեմենտը ու արդեն գործողություն է կատարում տվյալ էլեմենտի հետ։ Այսինքն փաստացի, եթե մենք կատարենք փոփոխություն j փոփոխականի ներսում, այդ փոփոխությունները չեն ազդելու մեր ցուցակի վրա, քանի որ j փոփոխականի մեջ ընդամենը մեր ցուցակի էլեմենտի պատճենն է։ Հիմա ինչ պետք է անի մեր ծրագիրը, այն անունը, երբ որ պահպանում է փոփոխականի մեջ, պետք է ստուգի, արդյոք այդ փոփոխականի մեջ գրված անունը հավասար է մեր նշած անվանն։ Եթե այո, ապա թող label 1-ի մեջ հենց այդպես գրի։ Հետևաբար այստեղ մեզ անհրաժեշտ է նաև if բլոկը, տեղադրենք if-ը եւ նշենք, որ եթե j փոփոխականի արժեքը հավասար է, օրինակ Աննա անունին, այստեղ տեղադրենք տեքստը եւ նրա մեջ նշենք Աննա, ապա թող նա label 1-ի մեջ գրի այո։ Եվ այստեղ եթե հիմա փորձարկենք ու սեղմենք add կոճակը, տեսնում ենք, որ նա label-ի մեջ գրեց այո, քանի որ Աննա անունը առկա է ցուցակի մեջ։ Հիմա եկեք կատարենք փոփոխություն ու անենք այնպես, որպեսզի ես text input-ի մեջ գրեմ ցանկացած անուն ու նա ստուգի այդ անունը։ Կոդի մեջ կատարենք հետևյալ փոփոխությունը, որ ոչ թե նա ստուգի Աննա անունը, այլ ստուգի արդյոք այն հավասար է text input 1-ի մեջ գրված տեքստին։ Եվ այդ ժամանակ նոր ասի այո։ Եվ եկեք հիմա փորձարկենք, բայց մինչ փորձարկելը եկեք փոխենք մեր կոճակի վրա գրված տեքստը եւ այն գրենք ստուգել։ Արդեն փորձարկենք այստեղ text input-ի մեջ գրենք որևէ անուն, որը առկա է, տեսնում ենք, որ այդ դեպքում գրում է այո, բայց եթե ես գրեմ այնպիսի անուն, որը առկա չէ մեր ցուցակի մեջ, օրինակ Անուշ, այդ դեպքում նա ոչ մի գործողություն չի անի, քանի որ մենք չենք նշել, թե հակառակ դեպքում նա ինչ անի։ Իսկ արդեն օրինակ Անի անունի դեպքում նա գրում է այո։ Հետևաբար այստեղ եկեք ավելացնենք նաև else-ը
եւ ընդհանրապես այո տեքստը փոխենք ոչի, որ հակառակ դեպքում նա գրի ոչ։ Եվ եթե հիմա կրկին փորձարկենք ու գրեմ օրինակ անուշ անունը, տեսնում ենք, որ նա գրում է ոչ։ Բայց եթե ես հիմա վերադարձնեմ եւ այստեղ օրինակ գրեմ մեկ այլ անուն, որը արկա է անուշ անունից հետո, ապա տեսնում ենք, որ նա դեռ ոչ է գրում եւ չի փոխում այոյի։ Ինչն է այստեղ պատճառը, ինչու օրինակ անուշ անունից հետո գրված անունը, որը որ արկա էր արդեն մեր ցուցակի մեջ, նա դեռ գրում է ոչ։ Պատճառը այն է, որ մեր for each ցիկլը համեմատությունը անցկացնում է յուրաքանչյուր էլեմենտի հետ։ Այսինքն, երբ ես գրեցի անուշ, նա համեմատեց Աննիի հետ, տեսավ, որ պատասխանը ոչ է եւ լեյբլի մեջ գրեց ոչ։ Որից հետո համեմատեց երկրորդ Աննա անունի հետ եւ կրկին պատասխանը ոչ էր։ Եվ համեմատեց նաեւ երրորդ Համարա անունի հետ, որտեղ կրկին պատասխանը ոչ էր։ Եվ երբ որ ես գրում եմ Անի անունը, նա կատարում է նույն համեմատությունները եւ Անին համեմատելով ցուցակի առաջին էլեմենտի հետ տեսնում է, որ նույնն են եւ այդ ժամանակ նա label 1-ի մեջ գրում է այո։ Բայց քանի որ Անի անունից հետո գալիս է Աննա եւ Թամարա անունները եւ ես նշել եմ, որ եթե դրանք իրար հավասար չեն, այսինքն իմ գրած անունը հավասար չէ ցուցակի էլեմենտի տվյալ անվանը, ապա նա label-ի մեջ գրի ոչ։ Եվ քանի որ վերջին անունը հավասար չէ իմ գրված անվանը, այդ դեպքում label-ի մեջ գրվում է ոչ։ Որպեսզի նման կերպ չաշխատի մեր ծրագիրը, այսինքն նա համեմատի եւ եթե թեկուզ մեկ համընկնում նա գտել է, նա պետք է պարտադիր label-ի մեջ գրի այո։ Դրա համար կատարենք որոշ փոփոխություններ կոդում։ Եկեք ստեղծենք եւս մեկ փոփոխական, որը կանվանենք result եւ նրա մեջ ի սկզբանե կպահենք false արժեքը։ Երբ որ մեր if պայմանը ստուգում է, համեմատում է այս երկու անվանումները, եթե գտնում է մեկ համընկնում, ապա թող այս result փոփոխականի մեջ պահի true արժեքը։ Հակառակ դեպքում ոչ մի փոփոխություն չկատարի, հետեւաբար հեռացնենք այստեղից else-ը։ Բայց for each ցիկլի ավարտից հետո, այսինքն երբ նա ստուգել է ցուցակի բոլոր էլեմենտները եւ վերջացրել է, եթե նա գտել է թեկուս մեկ համընկնում, ապա մեր result փոփոխականի արժեքը հաստատ փոփոխվել է եւ դարձել է true։ Եվ for each ցիկլի ավարտից հետո ես կտեղադրեմ եւս մեկ if then else բլոկ, որտեղ արդեն կստուգեմ result փոփոխականի արժեքը։ Քանի որ result-ի մեջ պահպանվում է true կամ false, այստեղ պետք չէ տեղադրել հավասար բլոկը եւ ստուգել, եթե result-ը հավասար է true կամ false, որովհետեւ result-ի մեջ արդեն ինքնին այդ արժեքն է։ Դրա համար այստեղ ընդհանրապես կգցեմ result-ը եւ այստեղ նոր կգրեմ, որ label-ի մեջ գրի այո։ Հակառակ դեպքում, եթե result-ի մեջ false արժեքն է մնացել, այսինքն դու չես գտել համընկնում, հետեւաբար պետք է label-ի մեջ գրվի ոչ։ Եվ եթե հիմա փորձարկենք այսքան հատվածը, սկզբից եթե ես գրեմ սխալ անվանում, նա համեմատում է բոլորի հետ, եթե համընկնում չի գտնում, իմ result փոփոխականի արժեքը չի փոխվում, հետեւաբար label-ի մեջ գրում է ոչ։ Եթե հիմա ես արդեն գրեմ օրինակ Անի անունը, Անին առաջինն է եւ առաջին անգամ նա համընկնում գտնում է, հետեւաբար փոխվում է իմ result փոփոխականի արժեքը եւ for each ցիկլի ավարտից հետո արդեն result-ը ստուգելու արդյունքում նա label-ի մեջ գրում է այո։ Այսօր մենք ծանոթացանք ցուցակների հետ, ինչպես նաեւ կիրառեցինք for each ցիկլը։ Այսքանը այս տեսադասի համար, շնորհակալություն։